Ես բավարարվածություն պիտի արտահայտեմ, որ հերոսի նկատմամբ ապօրինի քայլ կատարածը գտնվում է կալանքի տակ։ Հերոսն իր վարկածով որդին է Աշոտիկը, ինքն էլ դատավորին ակնհայտորեն ուղղորդում է։ Իշխանությունը դատական համակարգին ճնշում է հնարավոր բոլոր միջոցներով, լայվերից մինչև ուղղակի զանգ եւ պատվեր։ Հիշենք ընդամենը 2 տարի առաջվա դեպքը, հերոսացին մորը Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումն ուղղակի անբարոյականություն էր, քանի որ այլընտրանքային խափանման միջոցները բազմաթիվ են, եւ տիկին Գայանեին կալանքի տակ պահելը ուղղակի բարոյական որևէ նորմի մեջ չէր տեղավորվում։ Պարզ է, թե ինչ ահռելի ճնշումների եւ բիրտուժի են ենթարկվում վարչախմբի դիմախոսները, նաեւ զոհերի ծնողները, իրենց պայքարի ենթադրյալ դադարեցման համար։ Խոսքը նաեւ հոգեբանական ճնշման մասին է, որին ենթարկվել են նրանց ընտանիքների անդամները։ Ամոթ է, որ մեր օրերում դեռևս նման որոշումներ են կայացվում, փոխանակ այս իշխանությունը ներողություն խնդրի նահատակների հարազատներից։ Այդ մեկ դեպքով հերոսացին մորը կալանք տված երիտասարդ դատավորի հայրը դատախազ է, հորեղբայրը եղել է ԲԴԽ անդամ, ապա Վճռաբեկ դատարանի դատավոր։ Որտեղ է այստեղ բարոյականությունը։ Հորեղբայրն է Ժորա Չիչոյանին դարձրել դատավոր։ Այդտեղ բարոյականության դաշտում լրջագույն խնդիր կա։ Ժորանքը տրվել է որակավորման քննությունից, ապա վերահանձնել։ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ստորագրել նրա նշանակման հրամանագիրը։ Սահմանադրական մարմինների փոխադարձ հարգանքի ինստիտուտի առումով ենթադրվում է, որ հանրապետության նախագահն ամենաբարձր հեղինակություն ունեցող անձը պիտի լիներ։ Օրենքը հնարավորություն է տալիս ԲԴԽ-ին նախագահի կողմից դատավոր չնշանակելու դեպքում այդ դատավորին նշանակելու եւ ԲԴԽ-ում նրա երդմամբ ստանձնելու պաշտոնը։ Նախագահը պնդել է, որ այդ երիտասարդ դատավորը չի անցել բարեվարկության շեմը։ Այս դեպքում կոռուպցիան ակնհայտ է։ Հորեղբայրը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար էր եւ պարզ է, որ աշխատել է ԽՑԲ-ն, այստեղ նույնիսկ կոռուպցիա փնտրելու կարիք էլ չկա։ Այն դատավորը, որն այս մեխանիզմով է նշանակվել, միշտ խոցելի է լինելու, կախված այն անձանցից, որոնք այլ ճանապարհներով նրան դատավոր են դարձրել։ Որպես կանոն այդ ամենը լինում է նախնական պայմանավորվածության արդյունքում։ Ես քեզ կնշանակեմ, բայց դու պարտավոր ես հետայսու կատարել իմ կամքը։ Դա ամենավտանգավոր երևույթն է, որ ոչ թե կոնկրետ գործով են ցուցում ստանում, այլ հենց նշանակման պահից արկա է կոռուպցիա։ Խամաճիկային դատարան ունենալու մոլուցքը երբեք չի վերացել, դա կա մարդկության ստեղծման օրվանից, երբ անձնոշտվել է դատավորի լիազորություններով եւ պետության ուժեղները փորձել են նրա նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Դա բնորոշ է ցանկացած քաղաքական իշխանության եւ փառքուպատիվ այն իշխանություններին, որոնք ազատ կթողնեն դատարաններին։ Օրինակ Գագիկ Ջահանգիրյանի օրոք մեկ ամսում ամբողջ դատական համակարգում վախի մթնոլորտ ստեղծվեց։ Խամաճիկային դատարանները կամ քաղաքականացված են, կամ վախի մթնոլորտի ազդեցության ներքո են։ Դատական իշխանության թիկունքին պետք է լինի մի մարդ, որը չի թողնի, որ արտաքին ճնշումը ներազդի դատական իշխանության վրա։ Դատական համակարգին բնորոշ են հասարակության հիվանդությունները եւ շատ դժվար է պայքարել այդ բացասական երևույթների դեմ։ Անցանկալի դատավորներին պատժելու գործընթացն առանց ԲԴԽ-ի հնարավոր չէ իրականացնել։ Կարգապահական պատասխանատվությունը սահմանում է հենց ԲԴԽ-ն։ Որպես կանոն իշխանությունը ճնշում է գործադրում հանրային միջոցներով՝ լայվեր, հարցազրույցներ, մուտքերի արգելափակում, ինչու ոչ ուղղակի զանգով, պատվերը կամ ցանկությունը բարձրաձայնելով։ Ճշմարտությունն այն է եւ ոչ ոք Հայաստանում դրանում չի կասկածում, որ շատ գործերով որոշումները կայացվում են ոչ թե դատարանի կողմից խորհրդակցական սենյակում, այլ հանրապետության հրապարակում, կառավարական շենքում։ Այսօրվա իշխանությունները վերջի համաձայնագրի համաձայն, որ մեր դատական գործերի հետ ենք վերցնում, կանոնադրություն ենք փոխում, այսօրվա իշխանության արածը ես հաշվում եմ 0։ Իշխանությունը ոչ մի բան չի անում մեր պետականության, մեր ազգի գոյատևման, ես իմ ամեն ինչի համար։ Մենակ այդ քայլերը բերում է մեր ինչ ասեմ, մեր անկմանը, մեր պետության ոչնչացմանը, մեր ազգի նվաստացմանը, ամեն ինչի։ Ոչ կարող են քաղաքականություն վարեն, ոչ կարող են արտաքին վարեն, ոչ կարողանում են ժողովրդի պահանջները կատարեն։ Ֆինանսական հարցերում էլ մարդկանց ներկայացության մեջ են գցել։ Շատ վատ, շատ դժգոհ, կարելի ասել, որ հույսներս կտրած, որ ինչ-որ լավ բան կարող է լինի մեր երկրի համար, հուսալքված ենք։ Եվ այսպես ոչ մի լավ բան չենք սպասում ակնկալում, միայն վատն ենք տեսնում իրենցից։ Բոլորս էլ գիտենք ինչքան վատ բաներ եղել մեր հետ, մեր երկրի հետ։ Ասենք խոստումներ են տալիս, նստում են ու ոչ մի դրական բան չենք տեսնում։ Այսինքն հույսեր չունենք մենք ոչ մի ակնկալի ու իրոք ստեր են հորինում, ոչ մի բան չենք։ Ես որ հերոստացույցով լսում եմ, չեմ ուզում լսեմ իր ստերը, ասենք լուրջ չեմ նայում իրեն։ Լավ չեն կառավարում, մեր իշխանությունը չեն իրանք։ Նիկոլ ինքը
այս երկիրը տարել է թուրքերին մատաղանում, բերանացի էլ ասում է, իր զոմբի դել իրան ընդունում են, բարիս ամենաբուն պոտենցիալ իմաստով։ Այս ձևը երկիրը կործանում են, թուրքերին բերում են, Թուրքիան շատ չի, 2 միլիարդ շպրտեց Հայաստանի մեջ, որ իր համար կոպեկ է։ Դմտավ գյուղատնտեսության մեջ Հայաստան չկա, ուշքի եկեք ժողովուրդ, ինչ անում ձեր գլխին։ Այն ինչ որ արել է, ազգային ժողովում էր ասում, ուրիշ բան թափ կտանք։ Հիմա մենք պետք է իր գլխին այդ ուրիշ բանը թափ տանք, ու իր շքա խմբի։ Ես անձամբ ինքս ես չգիտեմ մեր հանրապետության պրեզիդենտը ով է։ Անուն ազգանունը չգիտեմ, երթվում եմ, չեմ իմանում։ Այնքան Փաշինյանի անունը տվել են, ես գիտեմ ինքն է։ Չնայած ես չեմ ընդունում, ամենայն դեպս ասում եմ դա։ Հովհաննես Թումանյանի քաչնազարն է նստած։ Ինչ որ մեկի թելադրանքով նստել է, ինչ որ թելադրում են էլ անում է։ Հելքից պակաս մեկն է, ինչ ասեմ։ Հայկական չեն հաստատ։ Ես մի մարդ եմ, որ սկզբից իրան ընտրել եմ։ Հիմա որ դնեն մորթեն չեմ ընդունի, Սութ Հասան Խապեբայի մեկն է։ Առաջնահերթը քաղաքական կամքն է, որի արկայության դեպքում դատական համակարգը կարող է հրաշալի աշխատել։ Դատավորները չպետք է վախենան օրինական որոշում կայացնելուց, չպետք է մտածեն, թե իրենք հանրային բարձավանքի կենթարկվեն կամ էլ իրենց հետևից դատախազությունն ու ԱԱՑ-ն կգան։ Դա գրչի մեկ հարվածով չի լինում, ինչ որ հրաշագործը վեյթինգով չի իրականացվում, այլ երկար ու տքնաջան աշխատանքի արդյունք է, եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ աշխատանքին։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։